Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն է եւ ես ուրախությամբ ուզում եմ ձեզ ուղարկել դրական էներգիա եւ արթնանանք միասին, դրա համար ինչ է անհրաժեշտ, ինձ թվում է լավ տեսահոլովակ գնել։ Դե ինչ վերադարձանք տաղավար, շատերդ մտածում եք ինչ պատրաստել այսօր, շատերդ մտածում եք, որ պետք է առողջ ապրելակերպ եւ գնաք մարզվելու, վազելու կամ պարզապես սուրճ ու թեյ խմելու, բայց առաջարկում եմ օրը սկսենք տեղեկատվությամբ, քանի որ մենք ունենք էջ, որ կոչվում է կատու տեղեկատու։ Գնանք, տեղեկանանք, վերադառնանք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Գիտեք, որ Beatrice Straight-ը ցանց ֆիլմում հայտնվում է ընդամենը 5 րոպե եւ 2 վայրկյան, ինչն այն դարձնում է Օսկարի մրցանակի արժանացած ամենակարճ դերը։ Այսօր մենք խոսելու ենք այն երևույթի մասին, որը կարող է մեզ տեղափոխել ցանկացած ժամանակ եւ վայր, ծանոթացնել հերոսների հետ եւ նրանց հետ ավելի մտերմացնել։ Ամեն ինչ սկսվեց 1895 թվականին, երբ հայտնի լուսանկարիչ Լուի եւ Օգյուստ Լումիեր եղբայրները առաջին հանրային ֆիլմի ցուցադրությունն անցկացրեցին Փարիզի Կապուսինների բուլվարում գտնվող Grand Café-ում։ Նրանք ներկայացրեցին մոտ 1 տասնյակ 5 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Առաջին ֆիլմը, որից հանդիսատեսը ուղղակի սարսափ է ապրել, դա եղել է Գնացքի ժամանումը Լազյուտա կայարանում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Երբ գնացքը մոտեցել է իրենց, մտածել է, որ դա իրականություն է, ոմանք ուղղակի բարձր գոռալով փախչել են այնտեղից։ Իսկ առաջին ֆիլմը համարվում է Roundhay Garden տեսարանը, որը այդ ամենից 7 տարի առաջ 1888 թվականին ստեղծել է մեկ այլ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Լեպրենսը։ Լեպրենսը այն մարդն էր, որը կարողանում էր գունավոր լուսանկարներ կիրառել մետաղի եւ կերամիկայի վրա, եւ իր փորձերի ընթացքում նա ստեղծեց մի անհավանական բան՝ տեսախցիկ, որն ընդունակ է ֆիքսել շարժումները։ Լեպրենսը արդեն տեսնում էր իրեն որպես նոր արվեստի հայր։ Արևմուտքում իր զարգացումները խթանելու համար նա երկքաղաքացիություն ստացավ՝ ֆրանսիական եւ ամերիկյան։ Նա նաև ցանկանում էր հանդիպել գյուտարար Թոմաս Էդիսոնի հետ, որը այդ ժամանակ գտնվում էր Փարիզում։ Այդ իսկ պատճառով Լեպրենսը նստեց Դիժոն-Փարիզ գնացքը, որը գնաց առանց կանգ առնելու։ Սակայն դրա փոխարեն Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանել է դատարկ կուպե։ Բարձրահասակ տղամարդ ակնհայտորեն չէր կարող պարզապես անհետանալ կամ կորչել ամբոխի մեջ։ Այս հարցի շուրջ բազմաթիվ վարկածներ կային, բայց դրանից ամենահավանականը այսպես կոչված պատենտների պատերազմն էր։ Թոմաս Էդիսոնը վերացրեց իր մրցակցին, բայց պատմությունն այսքան
դրանով չի ավարտվում։ Լեպրենցի որդին նույնպես մեկնեց Թոմաս Էդիսոնի հետ հանդիպման իրավիճակը պարզելու նպատակով, եւ նրա ժամանելու հաջորդ օրը նա սպանվել էր իր հյուրանոցի համարում, որը ներսից կողպված էր։ Հիմնական ապացույցը, որ սա Էդիսոնի ձեռքի գործն է, համարվում է նրա արած գրառումը, որտեղ նա աղոտ կերպով հայտնում է, որ ոմն Էրիկը կատարել է իր գործը եւ պրինցը այլևս չկա։ Այս ամենը շատ կասկածելի է հնչում։ Կառավարության ներդրումների եւ առողջ մրցակցության շնորհիվ կինոն դարձել է արվեստի շատ եկամտաբեր ձև։ Թոմաս Էդիսոնը, որը հայտնի էր առաջին լամպերից մեկի հայտնագործմամբ, իսկական մենաշնորհ էր, որը ակտիվորեն կանխում էր մրցակիցների առաջացումը։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ հենց այս մարդն է դարձել ԱՄՆ-ում կինոխցիկի առաջին եւ գլխավոր ստեղծողը։ Նա նպատակ ուներ շահույթ ստանալ երկրի ողջ կինոարտադրությունից։ Էդիսոնին հաճախ անվանում են պատենտների արքա։ Այս անունը նա ստացել է այսպես կոչված պատենտների պատերազմի արդյունքում։ Ընդհանուր առմամբ նա ստացել է 1093 պատենտի իրավունք ԱՄՆ-ում եւ մոտ 1200 այլ երկրներում։ Այնուամենայնիվ իր պատենտների շատերը նա չէր ստեղծել, բայց նույնիսկ մենաշնորհներն ունեն իրենց խոցելի կողմերը։ Երբ այլընտրանքների չնչին հնարավորություն է հայտնվում, նրանք չեն կարողանում դիմադրել։ Կինոռեժիսորները սկսեցին շարժվել Նյու Յորքից եւ Չիկագոյից դեպի Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափ։ Պատճառն կլիման էր, որը հնարավորություն էր տալիս առանց արհեստական լույսի ֆիլմեր նկարահանել ամբողջ տարին։ Սա իր հերթին դարձնում էր կինոարտադրությունն ավելի հասանելի։ Այսպիսով Կալիֆոռնիան դարձավ զվարճանքի արտադրության կենտրոնը։ Կալիֆոռնիայում ի հայտ եկած անկախ ընկերությունները իսկական պատերազմի մեջ մտան Էդիսոնի մենաշնորհի հետ։ Հոլիվուդի հիմնադիրներից շատերը եղել են էմիգրանտներ, որոնցից շատերը հրեաներ էին։ Այդպիսի էմիգրանտներից մեկը Սամուել Գոլդֆիշն էր, որը Ամերիկայում վերցրել էր Goldwyn անունը։ Հետագայում նա հիմնեց Goldwyn Pictures-ը, որի լոգոյում պատկերված էր հայտնի մռնչացող առյուծը։ Քիչ անց Goldwyn-ը միացավ ռուսական կայսրությունից մեկ այլ էմիգրանտ Լազար Մայերի ընկերության հետ, ով Ամերիկայում հայտնի դարձավ որպես Լուի Բարտ Մայեր։ Ահա թե ինչպես է ստեղծվել Հոլիվուդի ամենահաջողակ կինոընկերությունը Metro Goldwyn Mayer-ը։ Իդեպ հենց Լուի Բարտ Մայերն է 1926 թվականին հնչեցրել Օսկարի մրցանակաբաշխության գաղափարը։ Հաջող արտագաղթի մեկ այլ վառ օրինակ էին Յոսիֆ եւ Նիկոլայ Շեյկեր եղբայրները, որոնք ավելի հայտնի են Շենք ազգանունով։ Նիկոլաս Շենկը ղեկավարում էր Metro Goldwyn Mayer-ը մինչև 1960-ականները, իսկ Ջոզեֆ Շենկը հայտնի դարձրեց 20-րդ դար Fox ստուդիան։ 10 տարի անց խոշոր կինոստուդիաները եւ մեդիա հսկաները սկսեցին ակտիվորեն զբաղվել ֆիլմերի արտադրությամբ, տարածմամբ եւ ցուցադրմամբ։ Նրանք ստեղծեցին այսպես կոչված մեծ հինգյակը եւ Էդիսոնին աստիճանաբար դուրս մղեցին շուկայից։ Արդյունքում Գերագույն դատարանի որոշմամբ Թոմաս Էդիսոնի բոլոր պատենտները չեղյալ ճանաչեցին, քանի որ նրանց ժամկետը լրացել էր։ Անկախ կինոստուդիաները վերածվեցին խոշոր մեդիա կորպորացիաների, որոնք կարողացան գտնել հեռուստադիտողների ուշադրության գրավելու միջոց։ Այդ միջոցը ֆիլմերի արդյունքում դարձած աստղերն էին։ Չարլի Չապլինի կատակերպությունները գրավեցին հսկայական բազմություն, եւ դա օգնեց պրոդյուսերներին հասկանալ, որ հենց աստղերի վրա նրանք պետք է ապավինեին։ Արդյունքում ծնվեց հարաբերությունների մի համակարգ, որի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հոլիվուդում ծնված այս համակարգը հետագայում տարածվեց շոու բիզնեսի, ռադիոյի, հեռուստատեսության, սպորտի եւ նույնիսկ քաղաքականության մեջ։ Ստուդիաներն ընտրում էին տաղանդավոր երիտասարդ դերասանների եւ զրոյից նրանց համար ստեղծում էին կերպարներ, բայց ոչ թե դերասանական, այլ իրական կյանքի կերպար։ Աստղերից պահանջում էր ապրել մշակված պատկերին համապատասխան։ Աղջիկները օրինակ պետք է չափազանց կանացի լինեին եւ նրանց արգելվում էր տանից դուրս գալ առանց դիմահարդարման եւ ոճային հագուստի։ Տղամարդկանց հետ նույն պատմությունն էր։ Նրանց դարձրեցին ջենտլմեններ, որոնց ապրելակերպը պետք է համապատասխաներ կերպարին։ Գործակալներն ու հասարակության հետ կապերի մասնագետները խնամքով դարձրել են այն տեղեկությունները, որոնք կարող են վնասել աստղի կերպարին։ Դերասաններն անմիջապես դարձան նոր էլիտա։ Նրանք ունեին անձնական անվտանգության աշխատակիցներ, անձնական մեքենա եւ նույնիսկ կեղծ հանդիպումներ պապարացիաների հետ։ Այդ ժամանակ դերասանները հսկայական աշխատավարձներ էին ստանում։ Օրինակ 1914 թվականին Չարլի Չապլինը ստանում էր շաբաթական $150, իսկ 1 տարի անց $1500, իսկ 10 տարի անց շաբաթական $10,000, պլյուս $150,000 պայմանագրի համար։ Դրանից ընդամենը 20 տարի առաջ ֆիլմերը նույնիսկ չէին նշում կատարողների անունները, հաճախ իրենց իսկ խնդրանքով։ Դերասանները ամաչում էին իրենց թատերական գործընկերներից, քանի որ այն ժամանակ կինոն համարվում էր անորակ արվեստի տեսակ, որը ուղղված էր անկիրթ աշխատողներին։ Ինչպես կարող եք կռահել, այս համակարգում մի մեծ թերություն կար։ Դերասանները ինչ-որ պահի իրենց սկսեցին անձեռնամխելի զգալ։ Հենց այս մթնոլորտում է ծնվել cancel culture հասկացողությունը, որը հասարակությունից կամ մասնագիտական համայնքից դուրս մնալու ժամանակակից ձև է։ Օրինակ Քևին Սպեյսին իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից է եւ 2 Օսկարի դափնեկիր, սակայն 2017 թվականին նրա կարիերան կտրուկ ավարտվեց, երբ նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակական ճնշման հետևանքում Netflix-ը անմիջապես
պարզապես դադարեց իր համագործակցությունը դերասանի հետ։ Ավելի ուշ դատարանն արդարացրել է դերասանին, սակայն նրա կարիերան եւ հեղինակությունը վերականգնելը գրեթե անհնար է դարձել։ Հասարակությունն արդեն կայացրել է իր վճիռը։ Գործը դարձել է չեղյալ մշակույթի ամենաքննարկվող օրինակներից մեկը։ Մի երևույթ, երբ անձը կորցնում է իր կարիերան եւ հանրային աջակցությունը մեղադրանքների պատճառով։ Մեկ այլ օրինակ, թե ինչպես կարող է կինոն բարելավել կյանքը, նրա ազդեցությունն է ոչ միայն առանձին տարածաշրջանի, այլև ամբողջ երկրների տնտեսության վրա։ Օրինակ, Նոր Զելանդիան միլիոնավոր դոլարներ է վաստակում Փիթեր Ջեքսոնի Մատանիների տիրակալ ֆիլմի շնորհիվ։ Նկարանումներից հետո մնաց մի ամբողջ քաղաք բոլոր դեկորացիաներով, որը դարձավ իսկական բացօթյա թանգարան։ Առաջին ֆիլմից հետո ընդամենը մի քանի տարի անց Նոր Զելանդիայում զբոսաշրջության թիվը աճել է 20%-ով, եւ դա չի դադարում Հոբիտ ֆիլմից հետո։ Նոր Զելանդիայի պաշտոնյաները խոստովանում են, որ Մատանիների տիրակալը դարձել է իրենց երկրի լավագույն անվճար գովազդը, բայց ամենազարմանալի պատմությունն իմ կարծիքով կապված է Լարիսա Սավիցկայայի հետ։ 1981 թվականին Ամուրի շրջանում սարսափելի ավիավթար է տեղի ունեցել։ 5000 կիլոմետր բարձրության վրա մարդատար ինքնաթիռը բախվել է ռմբակոծչին։ Սավիցկայայի ընտանիքը վերադառնում էր Մեղրամսից։ Լարիսա Սավիցկայան զգաց ուժեղ հարված եւ մրսածություն։ Նա հասկացավ, որ ինքնաթիռը ընկնում է, սակայն չկորցրեց իրեն եւ հիշեց մի դրվագ իտալական հրաշքները դեռ տեղի են ունենում ֆիլմից։ Այս ֆիլմում հերոսուհին ընկնելով անտառ 10 օր անցկացրեց ջունգլիներում, շարժվելով ջունգլիների միջով դեպի մարդկություն։ Լարիսա Սավիցկայան հիշել էր միայն այն պահը, երբ հերոսուհին ավիավթարի ժամանակ, այսպես ասած, կծկվել էր աթոռի վրա եւ փրկվել էր։ Նույնը արեց Լարիսա Սավիցկայան։ Ինքնաթիռում գտնվող 50 ուղեկիցներից միայն նա էր ողջ մնացել։ Եվ եկեք չմոռանանք, որ կինոն մեզ սովորեցնում է երազել, եւ եթե անգամ ֆիլմի ավարտը տխուր է, կյանքը միևնույն է շարունակվում է։ Այսպիսով լույսեր, կամերա, մատոր։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Վերադարձանք տաղավար եւ իմ դեմքին միշտ ժպիտ է հայտնվում եւ ունենք լավ նորություն կապված արվեստի ու մշակույթի հետ։ Այո, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել ռեժիսոր, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի բեմադրությամբ մի ֆանտաստիկ ներկայացում, իկոնա բալետային ներկայացումը եւ այս մասին մենք այսօր զրուցելու ենք տաղավարում, քանի որ ռեժիսոր, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը մեր տաղավարում է այսօր։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք Ռիմա ջան, որ այսօր եկել եք մեր տաղավար, այսպիսի
այդպիսի բարի ու լավ նորությամբ։ Փոխադարձ, շնորհակալ եմ հրավերի համար։ Կուզենայի ժամանակը մի քիչ հետ տանք եւ հասկանանք ինչպես է եղել առաջարկը հենց Սանկտ Պետերբուրգից կամ Մոսկվայից որպես բեմադրիչ է եղել, հետո գործը ինչպես է ընտրվել, Իկոնա, երաժշտության հեղինակ եւ այլն, մի փոքր մանրամասնենք, հա։ Ուրեմն փորձեմ նախապատմությունը ասել 2016 թվականին ուրեմն Մոսկվայում հրավեր ստացա Դիանա Վիշնևա կոնտեքստ փառատոնից, որը եթե գիտեք Դիանա Վիշնևա անունը, նա Մարինյան թատրոնի երկար տարիներ մենապարուհին է եղել եւ ամբողջ աշխարհում հայտնի է որպես լավագույն բալետի պարուհիներից մեկը եւ այսօր իր կարելի ասել հովանու ներքո ստեղծվել է մի փառատոն, կազմակերպություն, որը զբաղվում է ժամանակակից բարի տարածումով եւ 2016 թվականին բազմաթիվ կարելի ասել երիտասարդ խորեոգրաֆներ դիմել էին փառատոնին մասնակցելու եւ ես հայտնվել էի 6 ֆինալիստների շարքում եւ հրավիրվել էի Մոսկվա ներկայացնելու իմ տրիպտիխ բալետը։ Բալետում պարում էին մեր հայազգի ներկայացուցիչները եւ օպերայի բալետի թատրոնից, ինչպես նաեւ ժամանակակից պարողներ հրավիրյալ։ Եվ այնքան մեծ տպավորություն էր թողել այդ ներկայացումը, որ մինչև այսօր իրենք ինձ հետ կապի մեջ են եղել, հետագայում իմ գործունեությունը ես ծավալեցի արդեն Եվրոպայում, որպես հաստատուն բեմադրող, տարբեր եւ օպերայի բալետի թատրոններում եւ նաեւ տարբեր հարթակներում ժամանակակից բարի եւ ուրեմն փառատոնից Մոսկվայի արդեն բազմիցս հրավերներ եմ ստացել, որպեսզի այնտեղ գնամ հենց իրենց, հա, պարային խմբերի եւ պարողների վրա բեմադրություն կատարեմ, քանի որ գրաֆիկս ծանրաբեռնված էր 2024 թվականին միայն հաջողվեց ինձ հաստատել այս հրավերը եւ մեկնեցի ուրեմն օգոստոս 2024 թվականի Մոսկվա, սկսեցի աշխատանքները Իկոնա բալետի, ասեմ, որ ընդհանուր աշխատանքները տևել է 5 շաբաթ, պրեմիերան մենք ունեցել ենք ապրիլի մարտի 24-25 եւ հետո մինչեւ այսօր մինչեւ 3 ներկայացումը խաղում են։ Ես գիտեմ, որ առաջնախաղերը ֆանտաստիկ են անցել ու շատ լավ տպավորությամբ, հա, Մոսկվայում եւ սա բացառիկ էր կարելի ասել, իրենք էլ են այդպես ասում, որ մեկ քայլ առաջ գնացին ժամանակակից պարում, բոլորը ոգեշնչված էին, ներշնչված, հուզական խոսքեր ոչ միայն ուրեմն հանդիսատեսի, այլ նաեւ պրոֆեսիոնալների կողմից, գիտեք ինչքան խստապահանջ է Մոսկվայի մանավանդ Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսը, արիստոկրատներ, մտավորականներ, ումից որ խոսք ես լսում այդպիսի շատ որտեղ մեծարման, որտեղ շատ լավ խոսքեր են հնչել, նաև քննադատների կողմից, ինչը կարծում եմ մեծ առաջընթաց է ժամանակակից բարի համար, նաև մեր ինչ որտեղ Հայաստանի արտիստներին ներկայացնելու, որտեղ նաև ընդգրկված էր Սերգեյ Ումբրոյանը որպես կոմպոզիտոր, հայ ժամանակակից կոմպոզիտոր, ընդհանուր առմամբ ասեցի, որ 5 շաբաթ է տևել, որովհետև ես չէի կարող այնտեղ գնալ ու երկար մնալ, այստեղ դասավանդում եմ, իմ ուսանողները սպասում են, այսպես ինձ պոկել են, կարելի ասել, այստեղից եւ 1 շաբաթով, 2 շաբաթով պարբերաբար գնացել եմ, որպեսզի բեմադրությունը իրականացնեմ, իսկ երաժշտության վրա մենք աշխատել ենք կես տարի Սերգեյ Ումբրոյանի հետ, ընտրել էի ռուսական հոգևոր երգեր եւ ընդհանրապես ինձ սրբագրությունը ռուսական եւ այդ երգերը շուտվանից հետաքրքրել են, միշտ այնտեղ եմ գնում եմ մենաստաններ, եկեղեցիներ, լսում եմ հոգևոր երգեր եւ այս ամենը ներառել էի ներկայացման մեջ, համադրելով ժամանակակից երաժշտության հետ եւ բավականին երկար ու մեծածավալ աշխատանք ենք իրար հետ տարել, որովհետեւ բալետային երաժշտություն գրելը ոչ բոլորը կարող են ցավոք սրտի եւ միգուցե բարեբախտաբար, որովհետեւ ինքը այդպես հեշտ չէ լեյթ թեմաներ ստեղծել, ամեն մի պարողի թեմա տալ, գաղափարապես զարգացնել երաժշտությունը, անպայման, այսինքն դա գրվում է լիբրետոյի հիման վրա, այնպես չի, որ այստեղից այնտեղից ուղղակի վերցնում երաժշտություններ ենք միացնում իրար, այլ ինքը իր թեմատիկ զարգացումներն ունի, կուլմինացիա ունի, սկիզբ, ավարտ եւ այլն, ինչը շատ բարդ է ստեղծելը եւ կարծում եմ, որ հաջող գործ ստացվեց ընդհանուր, երկար աշխատեցինք, սիրով աշխատեցինք, ինչը իր արդյունքը տվեց։ Իսկ արտիստները բացառապես այնտեղից են, այո,
Եթե այսպես տարբերություն դնենք, հա, այստեղի մեր արտիստների եւ այնտեղի ինչ որտեղ միշտ ասում են, որ մեր հայ արտիստները հենց բալետային աշխարհում դեռ հեռու են կամ դեռ չեն կարող, բայց դու կարծես թե եկել ես հենց ապացուցելու 16 թվականից, որ արի ուտես մերոնք լիակատար կարող են այստեղ հարցը ճիշտ բեմադրության ու ճիշտ մատուցման մեջ է։ Այ ինչպիսին է պատկերը հիմա, ինչով են այնտեղ առավել կամ գուցե պակաս։ Այստեղ առավելի ու պակասի տարբեր մի քիչ դժվարանում եմ ասել, ոչ թե դժվարանում եմ, այլ Պարի կարելի ասել տեխնիկային, եթե անդրադառնանք, պարզ է, եթե կա ժամանակակից պարի հիմք, ընկալումները շարժման այլ է լինում։ Եթե դասական պարի հիմք է եւ հիմնականում միայն բալետ է պարել տվյալ անձը կամ արտիստը, շատ քիչ է հավանականությունը, որ կարող է մարմինը միանգամից վերցնել ժամանակակից պարային մտածելակերպ։ Բայց ամեն ինչ գալիս է պարողի արտիստի ցանկությունից։ Եթե նա ցանկանում է եւ ուզում է, անհնար է, նույնիսկ փողոցից ես կարող եմ մարդ վերցնել պարող սարքել։ Կարող է մի քիչ այնպես չստացվի, ինչպես պրոֆեսիոնալ, ոչ թե կարող է, այլ անպայման, բայց ամեն ինչ գալիս է մարդու ցանկությունից, իրոք։ Եթե ցանկանում է, ընկալում է, ինչ են իրեն ասում եւ ինչ են պահանջում, միանշանակ ստացվում է։ Իհարկե կա, ենթադրենք Եվրոպայում արդեն 100-ամյակ է եւ ավել գոյություն ունի ժամանակակից պարը եւ կարելի ասել իրենց մարմնի մեջ դա նստած է, այդպես ծնվում են շատ հաճախ եւ ավելի հեշտ է շատ բաներ տրվում եւ շարժումները ընկալելու մեջ եւ գաղափարները ընկալելու մեջ, բայց մեր համագործակցությունը ռուսների եւ Ռուսաստանում եւ Հայաստանում ժամանակակից պարը սկսել է ուժ զարգանալ։ Սովետական միությունը փակել էր բոլոր սահմանները, ժամանակակից պարը ներմուծել եւ միայն բալետ գոյություն ուներ։ Այո, սիրում էին բալետ եւ միայն բալետներ զարգանում։ Եվ երբ սահմանները արդեն բացվեցին, հասկացան ինչ է կատարվում Եվրոպայում եւ Եվրոպայի սահմաններից դուրս, իհարկե եւ պարողների մոտ եւ բեմադրողների մոտ այդ հետաքրքրությունը սկսեց զարգանալ։ Միշտ գաղտնի զբաղվել են, այնպես չի որ չի եղել ժամանակակից պարը, բայց դա եղել է փակ տարածություններում գաղտնի, ոչ մեկ դրա մասին չի իմացել, այսինքն մասշտաբային որևիցե քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի այս արվեստը զարգանա։ Եվ այսօր Ռուսաստանը նույնպես մեծ քայլերով առաջ է գնում, որտեղ հետաքրքրությունը շատ մեծ է եւ իրենք մեծ գումարներ են ներդնում, որպեսզի պրոֆեսիոնալ մասնագետների հրավիրեն իրենց մոտ եւ այս արվեստը զարգացնեն։ Ես որ 2016 թվականին գնացի, այդ տարի հրավիրված էր այնպիսի ժամանակակից պարի գիգանտներ, ոնց որ Մացեկը, Օհադ Նահարինը, Ալոնսո Քինգը, շքեղ իրադարձություններ, որը կարելի ասել ժամանակակից պարի այո, եւ դրանից հետո իրենք փորձում են միշտ այդ բանը պահել, հա, բարձր ժամանակակից արվեստի։ Եվ ինչ վերաբերում է պարողներին, մեր կապ ուղղակի հրաշալի ստացվեց։ Ոնց որ ես ասում եմ, մտել էի ընտանիք ու այնքան հարազատ միջավայր ստեղծվեց, միանգամից իրենք փորձեցին ինձ հասկանալ ես ինչ եմ ուզում եւ իմ ուզածից մի քանի անգամ ավել ստանում, այո, ստանում է, ասում եմ, պետք չի հիմա լրիվ ոդկանցնել, լրիվ ուժերով, որտեվ անընդհատ ենթադրենք 6 ժամ աշխատում, 6 ժամ է երեխեք, ու միշտ այդ աշխատանքը եղավ, սիրով եղավ եւ դա գնահատվեց։ Ես հիշում եմ Պետերբուրգում մեկ պրեմիերայից հետո դուրս եկան, ասեցին, ես ինչ էր, ոնց որ նստած լինեինք Նիդերլանդների պարային թատրոնի, որ այսօր ամենալավագույն թատրոնն է ժամանակակից պարի, ոնց որ ասում այնտեղ նստած լինեինք ու նայում էինք լավագույն ժամանակակից պարի գործերից մեկը կատարողների առումով նաև, որովհետև այդ զգացողությունը, որ իրենք ապրեցին ու տվեցին, ամեն ինչ արժեր։ Նույնիսկ ես կանգնած լույսն էի հետևում, որպեսզի հերթականությունը ասեմ, ուզում էի կադրեր վերցնել հեռախոսով, հեռախոսս մի կողմ էր գնացել, ներկայացումը բերանս բաց նայում էի, որովհետև ոնց որ իմը չլիներ, այդ երեխեք այնքան էներգիայով էին ապրում, այնքան հասնել էր արդեն իրենց եւ իրենք շշմած նայում էի սկզբից մինչև վերջ, չեմ էլ նույնիսկ շնչել այդպիսի զգացողություններ։ Այ որոնք են ներկայացման այդ հաջողության գրավականները, նաեւ լույս, հա, տեխնիկապես երաժշտություն, ամբողջ բեմադրությունը կայացնելու համար մի փոքր կպատմես, ինչպես ես ընտրել, թե իրենք են թիմը առաջարկել ու դու պարզապես եկել ես քո գործը անելու։
Նախապես ինձ ուղարկել էին որոշ պարողներ, որոնց ուրեմն ես փորձեցի ընտրել քաստինգի նման, այո։ Եվ հիմնականում այնպիսի պարողներ են, որոնք ունեին դասական բազա, որովհետև ամեն դեպքում հիմքը բալետային եւ դասական բարի տալիս է որոշակի ձգվածություն մարմնին եւ էսթետիկ առումով ավելի գեղեցիկ է հետեւել։ Այդպես ընտրեցինք պարողներին, պարողները հիմնականում ազգությամբ ռուս էին, այնտեղ Կազախստանից մեկը կար հրավիրված, մյուսը, այսինքն հեռավոր մասից, բայց Ռուսաստանի մեծամասամբ Ռուսաստանի սահմաններից էին, շատ հետաքրքիր պարողներ էին, այսինքն մեկը մյուսից շատ տարբեր եւ ներքնաշխարհով եւ արտաքնապես շատ հետաքրքիր էր աշխատելը։ Ինչ վերաբերում է ամբողջական թիմին, ինձ որպես արվեստագետ այնքան էր ոգեշնչում, որ հրավիրում են ու ասում են ինչ ուզում ես արա։ Ոչ թե տալիս են ինչ որ թեմա կամ երաժշտություն, այսպես պետք է աշխատի։ Ազատություն, ինչ ուզում ես, դու կարևորը վերջնարդյունք ցույց տու, եւ սա թևեր է տալիս արվեստագետին։ Այսինքն ես ազատ եմ իմ մտքերում, ազատ եմ, կարող են ասել ռուս հոգեվոր երաժշտություն, մի երգեր մի վերցու, դրանք եկեղեցիներում են կատարվում կամ չգիտեմ։ Կամ կարող են ասել իկոնա անունը մի դիր, որովհետեւ էլի խնդիրներ առաջ։ Այսինքն բացարձակ ազատությունը արվեստագետին տալիս է թևերը եւ հաջողություն, որ գործը կարող է լավ ընթանալ։ Իհարկե մյուս թիմը եւ սկսած ուրեմն կազմակերպչական թիմից եւ զգեստների, ասեմ, որ զգեստների համար նույնպես ազատություններ ինձ տված եւ ես Բելգիա բնակ Իրինա Շապոշնիկովնային խնդրեցի, ում հետ ծանոթացել էի Շվեյցարիայում, համատեղ բալետային ներկայացում էինք անում եւ իր աշխատանքը շատ էի հավանում, այսինքն նույնիսկ այս դրությամբ իրենք ամեն ինչի համաձայն էին, միայն թե լավ գործ ստացվեր եւ Բելգիայից շատ դժվար է այսօր հրավիրել Ռուսաստան, Եվրոպայից որևիցե արտիստի, իրենք ամեն ինչի պատրաստ էին, հրավիրեցին իրեն կոստյումները երկար, խոսեցինք, այդ սրբապատկերներից նյութեր հանեցինք, տպագրություն ստեղծեցինք, որ շորի վրա, զգեստների վրա ինքը նկարեց, տպվեց մի քանի, այսինքն կես տարվա ընթացքում երևի մենք մի 20-ից ավել օրինակներ արել ենք, մինչև վերջի բանը մենք ունենանք այդ իդեալական ինչ ենք ուզում ստանալ։ Եվ ուզում եմ ասեմ այդ պահով եւ վերջնարդյունք արդեն երբ բեմում ենք, լույսեր, կուլիսներ, հատակ, այս ամեն ինչ աշխատում է, որպեսզի վերջնարդյունքը ներկայացման հասանելի լինի։ Այնքան գեղեցիկ եւ գայթակղիչ ներկայացրեցիր, որ իսկապես հնարավորություն կունենանք արդյոք այստեղ դիտելու, թե հյուրախաղեր նախատեսված չեն միայն գնանք Պետերբուրգ եւ Մոսկվա։ Ճիշտն ասած ուզում ենք, իրենք էլ են շատ ոգևորված, Սերգեյ Ումրոյան, ով կոմպոզիտորներ, պրեմիերային ներկա, պրեմիերային բոլորն էին ներկա ու շատ լավ էր դա, որտեղ ամբողջ ստեղծագործական կազմը Մոսկվայում էր։ Գոնե որևէ փառատոնի ընթացքում չգիտեմ։ Տեսնենք, հիմա Սերգեյ այդպիսի միտք առաջարկեց, որ կարող ենք նաև Հայաստանում ցուցադրել ներկայացումը, ամբողջ թիմը ոգևորվեց, որ կարող են Հայաստանում գալ եւ ներկայացնել։ Ֆինանսական մասից է կախված, թե չէ ցանկությունը բոլորի կողմից կա, ոգևորությունը կա, տեսնենք, հուսանք, որ միգուցե սեպտեմբերին այդպիսի մտքեր կան, փորձենք հրավիրել։ Ռիմա, խոսեցիր նաև քո աշխատանքների մասին Եվրոպայում, այնց հետաքրքիր է առհասարակ բարի ու շարժման գործերը իրենք լեզու չեն ճանաչում, ազգություն չեն ճանաչում, բայց ամեն դեպքում քեզ որպես խորեոգրաֆ աշխատելու համար պետք է այդ լեզուն որպեսզի բացատրվես, այն էլ մասնագիտական, ինչպես է իրականանում, թարգմանչի միջոցով, թե դու ամբողջությամբ տիրապետում ես, որ բացատրես խմբին ինչ ես ցանկանում, բարդ չէ։ Բարդ չէ, անգլերենով ենք շփվում, արդեն շատ շուտվանից, 2015 թվականից ես պրոֆեսիոնալ ոլորտում եմ եւ արդեն ինձ հրավիրում են հեռուստատեսություններ, հանգիստ ազատ, այո, հանգիստ եւ պրես-կոնֆերանսներ, ազատ անգլերենով ենք խոսում, վերջերս որ Փարիզում էի, այնտեղ գլխավորում էի փառատոն եւ իրենց գլխավոր հեռուստաընկերություններում հյուրեի, այնտեղ ուղակի խնդրեցին,
քանի որ ֆրանսիաներ անգլերեն չխոսել, այլ խոսել հայերեն, այնտեղ որ թարգմանեն ֆրանսերեն։ Այդպես շատ հազվադեպ դեպքեր է լինում, որ լեզվի այդ երկիրը, այո, դնում է, ասում է պետք է դու ավելի հայերեն խոսի, մենք կթարգմանենք։ Բայց հիմնականում իմ ոլորտում, պարարվեստի ոլորտում անգլերենն ենք խոսում, նույնիսկ որ գնացել էի Ռուսաստան, այնքան եմ սովորել անգլերենի, ջղայնանում եմ, ասում եմ երեխեք, անցնում եմ անգլերենի։ Իրենք էլ բայց ուրախանում են, որովհետև այդ տերմինները սովորում են անգլերեն, իրենց էլ դա պետք է։ Այո, այսօր բոլոր աշխարհում հիմնական բոլոր կետերում անգլերեն են խոսում։ Ես երբ դեռ ուսանող էի, դուք արդեն հայտնի էիք, եւ ես հիշում եմ թե ձեզ որպես պարուհի, թե որպես խորեոգրաֆ, թե որպես ֆանտաստիկ գործեր անող։ Այ հետաքրքիր հիմա մեզ վստահաբար դիտում են այն մարդիկ, ովքեր նոր են քայլեր անում այս ոլորտում կամ նոր են պատրաստում գնալ։ Որն է այ հաջողության այդ գրավականը, որովհետեւ այսօր դուք հասել եք այն կետերին, որոնց մասին ուղակի երազում են նույն ուսանողները, ովքեր սովորում են որպես պարուսույց, խորեոգրաֆ եւ այլն։ Մի քիչ այդ կետերի մասին կպատմեք, ինչ անհրաժեշտ այսօր մարդուն, որ հասնի այսպիսի մեծ բարձունքների։ Կարծում եմ եւ նաեւ այսօր եւ նաեւ միշտ հետագայում դա սերն է դեպի արվեստը, անշահախնդիր սերը եւ անկեղծությունը իր արվեստի նկատմամբ, այսինքն անկեղծություն ասելով, այսպիսի մի բան ասեմ, ինձ ժամանակին Փարիզից շատ լավ առաջարկ արեցին, մեծ գումարով, եւ ասեցին կա ռեժիսոր եւ ուզում ենք այս ոճում բեմադրեք։ Ես ասեցի, ես ինձ որպես արվեստագետ չեմ դավաճանին։ Ինչ ուզում եք արեք, ուզում եք Փարիզի օպերայից լինի, ես այս ձեռագրով եմ աշխատում եւ ես այս մտքերն ունեմ։ Այդ կինն ասեց առաջի անգամ եմ տեսնում սենց արվեստագետ, զանգել ենք ու Հայաստան, որտեղ որ ժամանակակից բառ այդքան զարգացած չի, առաջարկություն ենք անում, մեզ ասում են այսպիսի բան։ Ուզում եմ ասեմ, ես ոչ թե դա ինչ որ բանից ելնելով ասեցի, այլ ես ուղղակի անկեղծ եմ իմ արվեստի նկատմամբ։ Ես անում եմ այն, գիտեմ որ անում եմ սա լավ եւ դա կարող եմ անել եւ անում եմ միայն դա։ Եվ հետո աշխատասիրությունը ամենակարևոր բանն է, որ արտիստին եւ ընդհանրապես մարդուն տալիս է այդ հաջողությունը, այսինքն հաջողությունը կամ այդ հնարավորությունները գտնում են քեզ, եթե դու գլուխդ կախ աշխատում ես, իրենք քո հետևից են գալիս։ Եվ մի երանգել կա, դա արդեն տաղանդի ինչ որ հետ է կապված, որը որ արդեն ձեռք բերովի շատ դժվար է լինում։ Ես տեսնում եմ երիտասարդների մեջ կան բավականին հետաքրքիր այսօր արտիստներ եւ բեմադրողներ, ինչու՞ չէ, պարողներ, որոնք եթե մինչև վերջ գնան, պայքարեն, աշխատեն, կարծում եմ շատ լավ արդյունքների կհասնեն։ Վստահ եմ, որ կյանքում նաև առաջարկներ եք ունեցել, պարզապես գնալու, մնալու ու չվերադառնալու։ Սա ինչ է, հայրենասիրություն, ցանկություն նոր սերնդին փոխանցել են գիտելիքները, որ ունեք, թե պարզապես այդպիսն եք պատկերացնում եք ձեզ այստեղ հայրենիք։ Ամեն ինչից մի փոքր իրականում ունեցել եմ առաջարկներ եւ այսօր էլ կարող եմ երևի թե գտնել ինչ-որ մի բան ու մեկնել չվերադառնալ, մեկ-մեկ ջղայնանում եմ, այդպես էլ ասում թողնելու եմ գնամ, այստեղ ոչ մի բան չեն գնահատում, բայց հետո մտածում եմ լավ ինչ եմ ընկել, կարևորը չեն գնահատում, կարևորը ես գնահատեմ ու այն փորձը որ տալիս եմ այսօր երիտասարդ ուսանողներին, կարծում եմ շատ կարևոր է ու այդ ողջավորվածությունը, որ իրենց կողմից տեսնում եմ, որ ինչ որ մի արդյունքի ենք միասին հասնում, դա իհարկե մնում է շատ հաճախ մեր մեջ, որովհետև ցավոք, չգիտեմ, Հայաստանն է փոքր կամ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը քիչ, մանավանդ ժամանակակից բարի, դա ավելի շատ մնում է մեր մեջ։ Երեխաները ուզում են իրենց ինչ որտեղ արտահայտեն, ցույց տան, որ իրենք արել են սրան են հասել, նրան են հասել, դա մեր սահմաններից դուրս չի գալիս, այսինքն ոնց որ ընտանիք ենք ստեղծում, մենք մեզնով ուրախանում ենք։ Դա շատ հաճախ մանավանդ երիտասարդ սերնդի մոտ բան է առաջացնում, որ իրենք էլ արտասահման դուրս գան, մեծ հանդիսատես տեսնեն, այդ գնահատանքին արժանանան, հասկանան իսկական արվեստը գնահատել ինչ է նշանակում։ Ես դա հասկանում եմ եւ բայց ասում եմ պետք չի հուսահատվել, այսօր մեզնից հասնում է աշխատել, որակի հասնել, հետո ձեզ այդ հնարավորությունները կգտնեն։ Հիմնականում իմ ոտքերը կապում են այստեղ նախ ընտանիքը, հայրիկը, մայրիկը եւ հետո արդեն իմ ուսանողները։ Ինչպիսին են այսօրվա ուսանողները, ինչ առավելություններ ունեն այսօր, որ դուք ձեր ուսանող ժամանակ չունեիք եւ հակառակը, որոնք են թերությունները, որ կցանկանայիք շտկվեր։
ասեմ տարեց տարի ես նկատում եմ, որ ջիղը եւ ցանկությունը նոր բան իմանալու, ստեղծելու ավելի է շատանում։ Շատերը կան ասում են այդպես չի, բայց միշտ եթե մենք առաջ ենք գնում, ես ասում եմ էվոլյուցիան ճիշտ կողմը գնում, միշտ ճիշտ է։ Միգուցե մենք պետք է ինչ-որ ձև փոխվենք, որ երիտասարդ սերունդը ավելի լավ լինի։ Այսինքն շատ բան մեզնից է նաև կախված։ Եվ ես կարծում եմ, որ չէ, հիանալի երեխեք կան, ամեն ինչ առաջ է գնում։ Ուղղակի հնարավորությունները, գիտեք, ընդհանուր պատմական կամ քաղաքական դաշտի առումով շատ դժվարացնում է պատերազմները եւ այլն, ուղղակի դժվարացնում են ճանապարհները, որոնք արվեստագետները ուզում են ազատ լինել, ազատ շփվել, այո, երկրից ցանկացած պահի գնալ, վերադառնալ, խնդիր չունենալ, ծառայելու, այսինքն սրանք սահմաններ են, որոնք սահմանափակում են արվեստագետին ստեղծագործել։ Շատ բարի խոսեցինք իկոնայից, հիմա այս փուլում ինչ է կանում Ռիմա։ Այս փուլում դեռ 3 էր գնում մեր իկոնա բալետը, ոնց որ մի քիչ մտքով դեռ այդտեղ եմ, բայց շատ ծրագրեր կան հիմնականում կապված Հայաստանի ուսանողների հետ եւ մենք որ առաջի ուրեմն մոդեռն պարբաժին գոյություն ունի Արվեստի քոլեջում 5 տարի է արդեն մենք տվել ենք շրջանավարտներ եւ այդ լավագույն շրջանավարտներից ես կազմել եմ պարային խումբ իմ անունով էլ իրենց ցանկությամբ եղավ Rima Pipan Dance Company այդպես է կոչվում եւ մենք արդեն առաջի քայլերը արեցինք Մնջախաղի պետական թատրոնը Մանվեր Խաչատրյանը մեզ հրավիրեց այնտեղ ոնց որ դրա շնորհիվ մեր կոմպանին ստեղծվեց պարային եւ մենք ունեցանք այստեղ պրեմիերաներ, խալի ներկայացումը, ոսկորը եւ սքացող կանայք, դրանցից երկուսը Փարիզում ներկայացրեցինք եւ արդեն իսկ հրավերներ ունենք տարբեր երկրներից, Եվրոպայի հիմնականում եւ հաջորդ տարիների ընթացքում, այսինքն եւ այս ընթացիկ տարում եւ հաջորդ ամ արդեն հրավերներ ունենք այս ներկայացումները խաղալու։ Կարծում եմ մեր երեխեքի համար շատ ուրախալի է պրոֆեսիոնալ դաշտում հայտնվելու համար ժամանակակից բարի Հիմա ոնց որ կենտրոնացել եմ ավելի շատ այս ուղղությամբ, որ Հայաստանի ժամանակակից պարը միջազգային ասպարեզ դուրս գա։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել, որ այսօր ժամանակ գտաք եւ եկաք մեզ հյուր, այսպիսի հիանալի նորություններով կիսվեցիք, հաջողություն մաղթնել եւ ձեր կոմպանիին եւ այն ուսանողներին, այն երեխաներին, ովքեր վառ աչքերով նայում են ձեզ ու հույս ունեն, որ կհասնեն նաեւ իրենց երազանքներին։ Շատ շնորհակալություն Ռիմա ջան։ Rima Pipan էր մեր հյուրը, ռեժիսոր, խորեոգրաֆ եւ ճիշտ հայ տեսակ ու հայ մարդ, ով տարիներ շարունակ ստեղծում է իրական արվեստ ու նաեւ ներկայացնում մեր արվեստը աշխարհի տարբեր հանրահայտ բեմերում։ Շնորհակալություն Ռիմային, իսկ դուք էլ հասեք ձեր երազանքներին, կարևոր է իսկապես ունենալ նպատակ եւ ինչպես նշեց մեր հյուրը, երբեք չասել չեմ կարող կամ չի ստացվի, եթե իսկապես ունես ցանկություն ինչ-որ մի բան անելու, ապա կգտնես նաեւ դա իրագործելու տարբերակները։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը եւս մեկ տեսահոլովակ եմ ձեզ թողնում ու մաղթում հաջողություն ձեզ հետ օրդ բարիներ։
ճանապարհ